Շատ լավ։ Իսկ այսօրվանից գնանք, թե ինչ է սպասվում մեզ բոլորիս հաջորդ շաբաթ, օգոստոսի 23-ից 29-ը։ Առաջինը գնանք խոյերին, տեսնենք ինչ է սպասվում խոյերին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, միայնակների համար անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանք և ֆինանսներ։ Եվս մեկ կարդ որպես հուշում բոլոր խոյերի համար։ Ուզում եմ ասել, հարգելիներս, վերջին վիդեոն, որ տեղադրել էի խոյերի մասին, կարծես օգոստոսի 16-ից 31-ը, երկու կին արձագանքել էին, շատ գեղեցիկ զույգ էի տեսնում, շատ համերաշխ, շատ այսպես երջանիկ, շատ դրական կարտեր էի տեսնում, շատ դրական, եւ երկու կին էին արձագանքել, մեկը նշում էր, որ ինքն էլ է խոյ, ամուսինն էլ է խոյ, սեյութին իրենք էլ շատ լավ հարաբերությունների մեջ են, մեկին էլ գրել է 31 տարի է ամուսնուց հետ ամուսնացած ենք։ Ես շատ ուրախ եմ, հարգելիներս, հատկապես ուրախ եմ, որ կոմենտներում գրում եք ձեր մասին, շատ ուրախ եմ, որ նման գեղեցիկ զույգեր կան, համերաշխ 31 տարի, դա բավականին ժամանակահատված է, մարդիկ ապրում են, եթե այդքան դրական կարտեր եմ տեսնում, դուք էլ արձագանքում եք, ուրեմն շատ դրական, շատ համերաշխ ընտանիք եք, եւ ամուսինն է լավը եւ կինը, որտեվ համերաշխ ընտանիքում երկու կողմն էլ պետք է իրենց դերն ունենան, եթե մեկն էլ լավը չի լինում, հա, ընդհանրապես հարաբերությունները ծանրաբեռնում են մեկի վրա։ Այս դեպքում ես հասկանում եմ, որ շատ համերաշխ զույգ են։ Շատ ուրախ եմ ձեզ համար, հարգելիներս, հույսով եմ էլի 31-41 տարի էլ համերաշխ ապրեք իրար հետ, ձեր նման ընտանիքներ հույսով եմ շատ լինեն, որպեսզի երիտասարդն էլ ոգեշնչվեն դրանից, որ կան իրականում նաև դրական, նաև համերաշխ ընտանիքներ կան, որ կարելի է մարդկանց հետ 31 տարի ապրել եւ ավել, որտեվ ես ինքս շատ վախեցած եմ եղել ամուսնությունից, ճիշտն ասած, որտեվ չգիտես ինչ է լինելու։ Ինչքան էլ գեղեցիկ երազանքներ ունենում ես, բայց շատ հազվագյուտ են այդ երազանքներն իրականանում։ Ես հուսով եմ, որ նման ընտանիքներ կշատանան Հայաստանում եւ խոյերի եւ բոլոր նշանների համար։ Ինչ եմ տեսնում ընդհանուր տրամադրությունը, տեսնում եմ ճանապարհի մեջտեղում, այսինքն խոյերը երևի ինչ որ նպատակի կեսին են, ինչ որ որոշում պետք է կայացնեն, ինչ որ հարց կա իրենց համար շատ կարևոր, որպեսզի կարողանան այդ հարցի շուրջ որոշում կայացնել։ Ես չեմ կարող ասել սա դրական թե բացասական, ոչ մի բացասական բան չեմ տեսնում։ Պարզապես ինչ որ նպատակ ունեք, ինչ որ ճանապարհի կեսին եք հասել։ Տեսնենք ինչին է վերաբերում այստեղ։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ շփում, տեսնում եմ on-line ավելի շուտ շփում, քան ֆիզիկապես, տեսնում եմ այգի, պուրակ, միգուցե կարտերի խորհուրդն է, հարգելիներս, on-line շփումը լավ է, ժամանակակից է, բայց երևի արժի նաև դուրս գալ տնից, գնալ կոնկրետ մարդկանց հետ ֆիզիկապես հանդիպել։ Գնացեք հետաքրքիր վայրեր, միշտ ասել եմ միայնակներին, էլի եմ ասում եւ կարտերն են հուշում։ Գնացեք հետաքրքիր ժամանցի վայրեր։ On-line շփումը կարող է շատ խաբուսիկ լինել։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Ինձ սկզբում մի քիչ բացասական կարտեր եմ տեսնում, հարգելիներս, ես այստեղ կարող եմ ասել, եթե որոշ միայնակ բոլորին չի վերաբերվում, որոշ միայնակ խոյեր եմ տեսնում, որոնք երևի ամուսնալուծված են, որտեղ տեսնում եւ ամուսինը եւ կինը, այսպես կորուստ եմ տեսնում, իրենց մեջտեղում տեսնում եք, հարաբերությունները վերջացել են։ Այսինքն ինչ որ կամ կինը կամ տղամարդը, որ մեկն է խոյը դժվարանամ ասել, ամուսնալուծված է, հարաբերությունները վերջացել են։ Ես տեսնում եմ այստեղ բանալի, ես այստեղ տեսնում եմ գերանդիի կարտը, գիտեք, ես կարող եմ ասել կարտերն են հուշում, սա ես ինձ չեմ ասում, ես ինձ չեմ կարող մարդկանց խորհուրդներ տալ, ես տեսնում եմ այստեղ ճանապարհ, հեռու ճանապարհ, տնից դուրս գալ, կարող է ինչ-որ բան փոխվել, գիտեք, կարտերը խորհուրդ են տալիս, բանալին կարող է լինել, այսինքն ձեր կյանքը կտրուկ կարող է փոխվել, եթե դուք ինչ-որ փոփոխություն, ներողություն, եթե դուրս գաք տնից, Իսկ ինձ համար տարօրինակ է, էլի եմ ասում, հարգելիներս, ես ինձնից չեմ ասում, ես կարտերով եմ տեսնում։ Սա տնից դուրս գալու տեղափոխության, ճամփորդության կարտն է։ Ես այստեղ շատ գեղեցիկ կարտ եմ տեսնում, ժամադրության կարտն եմ տեսնում։ Ես կարող եմ ասել, որ եթե
վերջերս կան որոշ խոյեր, որոնք ամուսնալուծվել են կամ բաժանվել են, եթե ամուսնացած չէին, պարզապես լուրջ հարաբերությունների մեջ էին եւ հարաբերությունները վերջացել են ինչ-ինչ պատճառներով, միգուցե պարզապես վերջերս է եղել եւ մարդը անտրամադիր է, չի ուզում տնից դուրս գալիս, կարտերը հուշում են տնից դուրս եկեք, գնացեք հետաքրքիր հանդիպումների, ժամադրությունների, մյուս կողմից պարզապես միգուցե գնաք ձեր ընկերների հետ ժամանակ անցկացնեք, ճամփորդեք, գնացեք պարզապես երևի հանգստանալու համար, ես այդպես կարող եմ ասել։ Այսինքն ձեզ պետք է տնից դուրս գալ, 4 պատի մեջ մի մնացեք, մի լճացեք, եթե, չգիտեմ, ես այսպես դեպրեսիային կարտեր ճիշտն ասած չեմ տեսնում եք, գեղեցիկ կարտեր եմ տեսնում, բոլորը կարմիր, հետո տեսնում ծաղիկներ, այսինքն այս վիճակը կանցնի, կորուստ եղել է ում պատճառով ում է նեղացրել, ես չեմ կարող ասել, ես տեսնում եմ երկու հոգի իրարից հեռացել են, երկուսն էլ եւ մեղավոր են եղել, այստեղ տեսնում եմ օդ, այստեղ տեսնում եմ կոնֆլիկտային կարտ, ինչ որ եղել է արդեն, նայեք առաջ, ձեր կյանքը շարունակվում է, հարգելներս, կին տղամարդ նշանակություն չունի, որտեղ ես կին եմ տեսնում, կին եմ տեսնում, տղամարդ եմ տեսնում։ Ես իրականում տեսնում եմ ճամփորդություն։ Գիտեք, մյուս կողմից կարող եմ ասել, եթե կան զույգեր, որոնք վերջերս վիճել են, եւ ամուսնացած եւ չամուսնացած եւ մնացել են մենակ, իրենց թվում է, որ այսպես կապներ երևի խզել են իրար հետ, աշխատում են չշփվել եւ իրենց թվում է, որ ամեն ինչ վերջացած է եւ իրենք այժմ մենակ են, ես կարող եմ ասել, որ ինչ-որ բան կարող է փոխվել իրականում, սա փոփոխության կարտն է, սա է ժամադրության, կարող է պատահաբար տղամարդը հանկարծ ձեզ ինչ որտեղ հրավերի դուրս գա ուզենաք զրուցեք, կարտերը խորհուրդ են տալիս գնացեք հանդիպան, դա կարող է ինչ որ հարց լուծել, ել եմ ասում, կամ կարող է նոր մարդկանց հետ եք հանդիպում ճանապարհին, կամ կարող է իրականում պետք է ժամադրության գնալ զրուցել ձեր զույգի հետ։ Ես այստեղ միայնակների համար էի նայում ճիշտն ասած, բայց ես տեսնում եմ, որ հնարավոր է, տեսնում նոր մարդիկ եմ տեսնում, շատ տարօրինակ է եւ վստահ 100%-ով չեմ կարող ասել, այստեղ նոր մարդ է գալիս ձեր կյանք, թե դուք կարող եք իրականում հաշտվել։ Երկու տարբերակն էլ հնարավոր է։ Նույնիսկ եթե դուք ձեզ մենակ եք համարում, ես տեսնում եմ, որ իրականում հնարավոր է։ Գիտեք, եկեք մեկ կարտ էլ հանեմ պարզապես, այստեղ ամուսնալուծված կամ բաժանված զույգերի մասին էր, եկեք չնեղացնենք մեր միայնակներին, ովքեր չեն ունեցել ինչ-որ անցյալ, տեսնենք իրենց ինչ է սպասում հաջորդ շաբաթ։ Կարտերը այս անգամ շատ կոնկրետ խոսում էին ինչ-որ անցյալ ունեցող մարդկանց մասին, իսկ տեսնենք անցյալ չունեցողներին ինչ է սպասում։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում եմ այստեղ 2-10, գիտեք, ես կարող եմ ասել 10-ով, որ դուք այսպես գիրք եմ տեսնում, գիրքը նշանակում է ինֆորմացիա, գիտեք, փորձում եք միգուցե ուսումնասիրել, միգուցե փորձում եք շփվում եք շատ on-line մարդկանց հետ, փորձում եք ճանաչել, զրուցել, մտերմանալ որոշ մարդկանց հետ, բայց ես տեսնում եմ, որ ոչինչ չի շարժվում։ Այսինքն, որովհետև միգուցե on-line եք շփվում, էլի եմ ասում, շատ դուրս չեք գալիս ժամադրությունների, շատ մարդկանց հետ դեմ արդեմ չեք հանդիպում։ Դրա համար նույնիսկ եթե ինչ-որ քիչ ու միջ փորձ ձեռք բերում եք մարդկանց մասին, ինչ-որ ինֆորմացիա ձեռք բերում եք on-line, դրանց իրականում ձեր նավակը չի շարժվում, ձեր հարաբերությունները չեն շարժվում։ Իրականում պետք է նորովի մոտենալ։ Նորովին ես էլ էի ասում, դուրս եկեք գնացեք, տնից դուրս եկեք ժամադրության գնացեք կամ չգիտեմ, դե աղջիկը չի կարող ինքը իրեն ժամադրության հրավիրել, հա, պետք է տղամարդը հրավիրի, պարզապես փորձեք ֆիզիկապես դուրս գալ իր հետ շփվել, ժամանցի վայրեր գնալ, դե չգիտեմ, համեր, թատրոն, ուր են գնում, որտեղ կարելի է նորմալ մարդկանց հանդիպել։ Ես տեսնում եմ սեր ձեզ համար հարգելի խոյեր, միայնակ խոյեր, այսինքն նրանք, ովքեր տան նստած են, ես չեմ տեսնում, սա բաժանված զույգին չէր վերաբերում, սա բոլորովին այլ խոյերին, նրանք ովքեր մենակ են եւ հավանաբար անցյալ չեն ունեցել, ձեզ սպասում է իրականում, դուք կարող եք հանդիպել, պարզապես պետք է դուրս գալ on-line շփվելուց բացի, հա, մարդկանց մասին ինֆորմացիա հավաքելուց բացի on-line, պետք է ֆիզիկապես դուրս գաք մարդկանց հետ շփվեք եւ շատ ժամանցի վայրեր գնաք։ Ոչ միայն հաջորդ շաբաթ, առհասարակ, բայց հաջորդ շաբաթ հատկապես։ Իսկ ինչ եմ տեսնում զույգերի համար տեսնում եմ միայնակ կին։ Դե զույգերի համար աղջիկը չի կարող նել միայնակ, ես տեսնում որ աղջիկ իրեն մենակ է զգում մի տեսակ, միգուցե ամուսինը հեռու է, այստեղ հիշում եք ճանապարհ էի տեսնում, ճանապարհի կեսին են մնացել, այսինքն միգուցե հեռու է ամուսինը։ Տեսնենք ինչու է զույգերի մեջ կին իրեն մենակ զգում։ Ես այստեղ տեսնում եմ ճիշտն ասած հեռավորություն եմ տեսնում տնից դուրս, այսինքն միգուցե ամուսինը հեռու է, այդպես կարող եմ ասել, դրա համար կին իրեն մենակ է զգում։ Կամ միգուցե կինն է ինչ որ գործուղման է գնացել, կինն է տնից ինչ որ դուրս է եկել գնացել է,
անձնական հարաբերությունները այո կանգնել են, ինչ որ վերջացել, այսինքն իրարից մարդիկ հեռու են, չի վերջացել հարաբերությունը, այլ պարզապես շփում չկա։ Տեսնում եք, այստեղ տեսնում եմ շփում չկա, հարաբերությունները մի տեսակ կանգնած են, որտեղ մարդիկ հեռու են իրարից։ Երևի ֆինանսները տեսնում եմ, երևի աշխատում են, շատ էր աշխատում։ Միգուցե ամուսինն է գնացել, ել եմ ասում, կամ կինն է գործուղման գնացել, մարդը աշխատում է, գումարներ է վաստակում։ Կինը սպասում է նորության ամեն դեպքում, կամ ինքն է հեռու, կամ ամուսինն է հեռու, լուրի է սպասում։ Ես տեսնում եմ, որ լուրը ուշանում է, չի գալիս։ Ծառը տեսնում եմ, որ դուք իրականում բավական էլ ջերմ հարաբերությունների մեջ եք, հարգելներս, բայց մի տեսակ շատ բան չեմ տեսնում։ Մեկը գնացել է գումար աշխատելու զույգերից մեկը, ընդ որում եւ կինը կարող է եւ տղամարդը։ Ավելի հավանական է տղամարդն է գնացել գումար վաստակելու երևի թե գումարները երևի ուղարկում է, բայց ինչ որ մի բան ամեն դեպքում պակասում է այստեղ։ Գիտեք, ես հետաքրքիր կարտեր եմ տեսնում այստեղ։ Կարող է ամուսինը գնացել է գումար վաստակում է, գումար ուղարկում է, բայց ես տեսնում եմ, որ կին իրականում իր ամուսնուն է ուզում։ Իր ամուսնու հետ հարաբերություններն է կարոտում։ Տեսնում եմ այստեղ ժամանակի կարտը, տեսնում եմ այստեղ լաբիրինթոս, տեսնում եմ այստեղ նաև խարիսխը, գիտեք, ամուսինը հեռու, եթե ամուսինը պարզապես շատ զբաղված է, աշխատում է, գրեթե տանը չի լինում եւ կինը կարոտում է իր ամուսնուն։ Ես երևի կարող եմ տղամարդկանց ասել, որ հարգելիներ, սա նշանակում է բավականին երկար ժամանակ է, դուք մի տեսակ ժամանակ չեք տրամադրում ձեր զույգին, ձեր ընկերուհուն, կնոջը, ամուսնացած եք թե ամուսնացած չեք նշանակություն էլ չունի, տղամարդը զբաղված է երևի աշխատանքով, փող է աշխատում։ Իսկ աղջիկն իրականում մենակ է զգում իրեն, որտեվ ինքը ավելի երևի ռոմանտիզմի կարոտ է, երևի մտերմության կարոտ է, հարգելի տղամարդիկ, միգուցե ես տեսնում եմ, որ հարաբերությունները մնում են, նախորոք ասեմ, ես չեմ տեսնում այստեղ հարաբերությունները քայքայվում են կամ ինչ-որ բաժանություն չեմ տեսնում, պարզապես ես տեսնում եմ, որ բավականին երկար ժամանակ է խարսխով հարաբերությունները կանգնած, այն ռոմանտիզմ չկա, որովհետև մեկն ու մեկը, հատկապես տղամարդը երևի թե խիստ զբաղված է աշխատանքով։ Հարգելի կանայք, երևի պետք է չսպասել տղամարդուն կոնկրետ ասել, ձեր ամուսինն է կամ ձեր ընկերն է վերջապես, մարդուն պետք է երևի կոնկրետ ասել, որ միայն գումար վաստակելը չէ, դուք ֆիզիկապես, հա, եթե դուք ամուսին ունեք կամ ընկեր ունեք, դուք ձեզ մենակ եք զգում, այդտեղ ինչ-որ բան սխալ է։ Իսկ աշխատանքում տեսնում եմ շատ հաջող կարտ իմիջայլոց, շատ հաջող, տեսնում եք, դա հենց հաջողության կարտն է։ Ես չգիտեմ, այստեղ որոշում կայացնել ինչի հետ է կապված, այստեղ մեր ճանապարհի մեջտեղում եք։ Եթե աշխատանքի հետ է կապված, ինչ որ նոր աշխատանք են առաջարկում, ես տեսնում եմ շատ հաջող։ Եթե նոր աշխատանք եք փնտրում, հավանաբար ձեզ առաջարկություն կանեն։ Եթե ձեր աշխատանքում ամեն ինչ նորմալ է, շատ ավելի լավ կարող է լինել։ Տեսնենք։ Գիտեք, ինչ-որ հետաքրքիր փոփոխություններ եմ տեսնում աշխատանքի վայրում։ Ձեզից ոչինչ կախված չի։ Խաչով տեսնում եմ, ինչ որ ամեն դեպքում փոփոխություններ լինում են, ինչ որ լուր է գալիս է, նախ եւ առաջ ձեր լուրը այդքան էլ միգուցե դուրս չի գալիս, ինչ որ մեկի հետ խորհրդակցում եք, հասկանում եք, որ ոչինչ անել չեք կարող, ձեզնից ոչինչ կախված չէ։ Միգուցե ձեր վերադասի հետ կարողանաք խորհրդակցել, բայց ես տեսնում ի վերջո շատ լավ է, ես հաջողության կարտների տեսնում իմիջայլոց եւ այստեղ էլ տեսնում եմ ձեզ ի վերջո ինչ էլ որ լինի ձեր օգտին է լինելու։ Միգուցե աշխատանքով ծանրաբեռնում են, որն էլ ի վերջո ձեզ ավելի շատ ֆինանսներ կբերի, ամեն դեպքում դուք ոչինչ փոխել չեք կարող, խաչով կարող եմ ասել, ձեզ կօգնեն, ինչ որ պետք է սովորեք, կսովորեք եւ իրականում այդ փոփոխությունը ինչ էլ որ լինի, ձեզ համար հաջող կլինի։ Իսկ նրանք, ովքեր լուրի են սպասում են լուրի, եթե նոր աշխատանքի եք դիմել, աշխատանք չունեիք, հա գնացել եք հարցազրույցի, լուրը մի քիչ կարող է ուշանում է, բայց կգա։ Նույնիսկ եթե դուք անհանգստանում եք, մտածում եք վերջ, երևի թե այս աշխատանքին ինձ չեն վերցնելու, իրականում ես տեսնում եմ, որ վերցնելու են։ Ձեզ անպայման եւ կզանգեն, եւ տեղյակ կպահեն, եւ բավականին էլ հետաքրքիր աշխատանք կլինի։ Ուզում ասել, դուք ոչինչ կարիք չկա ոչինչ անելու, լրացուցիչ զանգելու, հետաքրքրվելու, որտեղ ինստինկտիան էլ ինչ որ լինելու ինստինկտիան կլինի։ Ձեզ կզանգեն, լավ էլ աշխատավարձ կստանաք, ձեր աշխատանքն էլ ձեզ սրտով կլինի։ Ոչ, աշխատանքի հետ կապված անկեղծ ասած ամեն ինչ շատ լավ էր։ Իսկ այ ֆինանսներում տեսնում եմ մի փոքր խոչընդոտ, խնդիր, ինչ որ ամեն դեպքում հարց կա, որ ձեզ հուզում է ֆինանսների հետ կապված։ Տեսնենք։
շատ փոքր խնդիր է, անկեղծ ասած, լուրջ ինչ որ ոչ մի խնդիրներ չեմ տեսնում։ Ես այստեղ տեսնում եմ, որ աշխատավարձ ունեք, աշխատավարձ գալիս է, դուք ձեր ծախսերը շատ նորմալ կարողանում եք հոգալ։ Ուղղակի այստեղ մի տեսակ երևի անկանխատեսելի ծախսեր են առաջանում, ինչ-ինչ պատճառներով, չեմ կարող ասել։ Ինչ որ լուր է գալիս եւ հանկարծ պարզվում է, որ դուք ինչ որ ծախս ունեք անելու, ձեզ համար մի քիչ կարող է անսպասելի լինել, դրա համար այսպես լուսնով հանկարծ պարզվի ձեզ համար, հա, որ ինչ որ մեկից լուրը գալիս է, պարզվում է, միգուցե, չգիտեմ, չեմ ուզում ասել, բայց միգուցե ինչ որ մեկի առողջություն է, մեծ տարիքով մեծ մարդ եմ տեսնում եք, բավականին տարիքով մեծ մարդ։ Միգուցե, չգիտեմ, հայր է, պապ է, մի քիչ առողջական խնդիրներ ունի, միգուցե դեղորայքի գումար պետք է ծախսել, ես շատ մանր-մունր ծախսեր եմ տեսնում, ճիշտն ասած, լուրջ բաներ չեմ տեսնում։ Վերջում տեսնում եմ արև հարգելներս։ Այսինքն դուք ծախսերը կկարողանաք հոգել, դա լրացուցիչ ծախս է, բայց ինչ որ ֆինանսական ճգնաժամ չի։ Եվ արևը որտեղ շատ լավ եմ տեսնում, այսինքն եթե առողջական խնդիրը կլավանա, դրական կլինի, իսկ եթե ֆինանսները կապված էին ինչ-ինչ, չգիտեմ, մանր-մունր այլ ծախսերի հետ, լրացուցիչ պարզապես ծախսեր էին առաջացել, դուք կկարողանաք ձեր ֆինանսները ապահովել, որտեղից ինչպես կդժվարանամ ասել, այ միգուցե այսպես ինչ-որ որոշում էի կայացնում ձեզ համար, որտեղից ինչպես կարելի է գումար ձեռք բերել, ես կարծում եմ, որ կգտնեք։ Իսկ եթե որոշումը աշխատանքի հետ է, նոր աշխատանքի առաջարկության, կարծում եմ պետք է ընդունել, որտեղ շատ հաջող աշխատանք էր։ Հարգելիներս, ես էլ երկրորդ արև եմ։ Հարգելի խոյեր, շատ խորհուրդը, սա խորհուրդ էլ չէ, սա պարզապես բարեմաղթանք է երևի թե։ Ձեզ համար հաջորդ շաբաթ ինչ որ մի մեծ հաջողություն կլինի, ինչ որ հարցում, չգիտեմ, ինչ կար մտներում, այ կարող եմ ասել, ինչ էիք այստեղ, ինչ էիք ուզում որոշել, ինչի համար էիք ճանապարհի մեջ տեղին մնացել։ Ես կարծում եմ, որ շատ դրական կորոշեք եւ վերջո այդ հարցը դրականորեն էլ կլուծվի, շատ լավ եմ տեսնում։ Ինչ որ լավ լուր կլսեք, եթե ֆինանսական գործարք ունեք, այս մի կարտով կարող եմ ասել բոլոր խոյերին, նույնիսկ եթե մյուս կարտերը ձեզ չէին վերաբերում, մեծ հաջողություն, լավ լուր կլսեք, ֆինանսական հաջողություն կարող է լինել, ինչ որ մի մեծ հետաքրքիր հաջողություն հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը ձեր բավականին դրական կլինի, հարգելի խոյեր։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում ցելերին հաջորդ շաբաթ օգոստոսի 23-ից 29։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար, անձնական հարցեր զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Եվ եւս մեկ կարտ որպես խորհուրդ բոլոր ցելերի համար։ Միայնակ եք, տարիքով եք, նշանակություն չունի։ Արգելի ցելեր, հաջորդ շաբաթ ընդհանուր տրամադրություն տեսնում եմ մի փոքր խոչընդոտ, այսինքն ինչ որ հարց կա ձեզ համար մտահոգիչ, ինչ որ բան խանգարում է, չեք կարողանում հարցի լուծումը գտնել։ Շատ փոքր խնդիր է, մեծ խնդիր չի, 7 եմ տեսնում ընդամենը, բայց ամեն դեպքում սա ձեզ ներողություն 8 եմ տեսնում, բայց իրականում ձեզ անհանգստացնում է, այնքան որ ձեր մտքում է, մինչև հարցը չլուծվի, երևի թե սա այս հարցը ձեր գլխից դուրս չի գա։ Մյուս կողմից կարող է ինչ որ մեկի հետ խոսել եք, ինչ որ տհաճ խոսակցություն է եղել, ինչ որ մեկը մի բան է ասել, ձեզ դուրս չի եկել, հիմա մտածում եք ինչու այդպես ասեց, այդ ինչ էր ուզում ասացնել դրանով, ինչ որ մանր տհաճ ինչ որ մի երևույթ կարող է լինել, դե ես չեմ կարծում դա ընդհանուր տրամադրությունը կարող է ամեն ինչի վրա ազդել, բայց ինչ որ մի փոքր ձեզ հուզող հարց տեսնում եմ ամեն դեպքում։ Միայնակների համար տեսնում եմ մատանի, հարգելիներս, մատանի նշանակում է զույգ։ Այսինքն կարող է ձեր կյանք նոր մարդ գալ, կարող է ինչ-որ մեկին, որ ճանաչում եք, պարզապես շփվում եք, հանկարծ պարզվի, որ մարդը իրականում ձեր նկատմամբ անտարբեր չէ, կամ էլ, եթե տղամարդ է ցուլը եւ ինքը ինչ-որ մեկին հավանել է, ապա ժամանակն է առաջարկություն անելու հարգելիներս, ընդ որում առաջարկելու առայժմ հանդիպելու, իսկ հետո տեսնում եք կարտ իրեն դուրս եկավ, դրանից ավել չարժի կարտեր հանել, տեսնում եք միայնակների համար հաջորդ շաբաթ հարգելիներս դուրս եկեք, շատ շփվեք, գնացեք ժամադրության, տղամարդիկ հրավիրեք կանանց, հավանաբար չեք մերժի եւ կարող եք ձեզ լավ զույգ գտնել, որտեղ երկու տուզ եմ տեսնում, գեղեցիկ կարտեր, գեղեցիկ տուզ, այն էլ մատանի։ Զույգերի համար, միայնակների համար, զուգավորվելու համար, այսպես կարող եմ ասել, բավականին հաջող շաբաթ է, հաջորդ շաբաթ, հարգելիներս։ Իսկ ինչ եմ տեսնում զույգերի մեջ, զույգերի համար, ներողություն, զույգերի համար տեսնում եմ մի փոքր կոնֆլիկտային կարտ, այ կարող է այս խոչընդոտը մի փոքր լեզվակռիվ ձեր զույգի հետ, դրա համար էլ մի քիչ նեղված էիք, հարգելիներս, մտածում եք ինչու ասեց, կամ միգուցե ես ինչու ասեցի, տեսնենք։
Զույգերի մեջ ինչու է այսպես մի տեսակ կոնֆլիկտային կապ։ Ես այստեղ տեսնում եմ ֆինանսների կարտը, կարող եմ ենթադրել հարգելի ցելեր, որ դուք կարող եք ձեր զույգի հետ մի փոքր վիճել ինչ որ ֆինանսական հարցով։ Ամուսինն է մի քիչ բարկացած, ես չգիտեմ, միգուցե կինը շատ է ծախսում, ես բացարձակ այլ ուրջ անձնական խնդիրներ չեմ տեսնում, այստեղ ֆինանսներ եմ տեսնում։ Իրականում երևի թե կբացահայտվի, գիտեք, տեսնում եմ բանալի, տեսնում եմ գիրք, դրանից հետո տեսնում եմ լուսին, այսինքն ինչ որ բան կպարզվի ամեն դեպքում, այ միգուցե կինը ել եմ ասում, ինչ որ գումար է ծախսել, ինչ որ մի բանի վրա, եւ իրականում միգուցե ամուսնուն բարկացրել է լրացուցիչ ինչ որ ծախս արել կամ զույգին, ես չգիտեմ, ինչ ֆինանսական, ինչ հարց կարող է լինել, եթե ամուսինից այդտեղ ամուսնացած տղամարդ եմ տեսնում ամեն դեպքում։ Ես տեսնում եմ, որ ինչ որ մի փոքր ֆինանսերի հետ կապված տղամարդը խնդիր ունի։ Ես տեսնում եմ այստեղ ընտանիք, ես տեսնում եմ այստեղ ինչ որ ճանապարհ է փակվում, գիտեք, միգուցե ինչ որ ընտանիքում տանը ինչ որ հարց կար լուծելու, բայց որովհետև ծախսերը գումարներ չկան, երևի թե գումարներ եղել են, գիտես, կարծեք ընտանիքը գումարներ է հավաքել զույգը, ինչ որ տանը հարց լուծելու համար, բայց երևի թե գումարները ծախսվել են եւ նպատակին չեն կարողանում հասնել։ Հարգելիներս, ես մոտավորապես կարող եմ այդպես ասել, չեմ ուզում շատ մանրանալ, բայց ես տեսնում եմ, որ դուք ի վերջո լուծը կգտնեք։ Այսինքն, եթե խնդիրը գումարն է, ֆինանսներն են, միգուցե կարողանաք ինչ որ կարողանաք հաշտվել լեզու գտնել, որտեղ վերջում տեսնում եմ գեղեցիկ ժամադրության կարտը։ Մյուս կողմից, եթե ամուսնացած զույգ չեն, ինչ կարող եմ տեսնել, էլի ինչ որ մի փոքր տղամարդը նեղված է, եթե ֆինանսներ չի կարողանում գտնել, միգուցե որովհետև ուզում է մարդու ամուսնանալ, զույգ ունի, բայց չի կարողանում ֆինանսներ հայթայթել։ Գիտեք, ինձ թվում է տղամարդը այստեղ եթե խնդիր ունի, ոչ թե կոնֆլիկտը զույգի հետ է, այլ պարզապես ինքը մի քիչ նեղված է, որովհետև ուզում է տնից դուրս գալ, ուզում է ամուսնանալ, տեսնում եք, այստեղ աղջկա հետ ծաղիկներ եմ տեսնում, մարդը ուզում է տնից դուրս գալ, ուզում է գնալ առանձին ապրել եւ դրա համար ֆինանսներ են պետք, երևի թե դա է ֆինանսական հարցերն է, փորձում է տարբերակներ գտնել, ֆինանսներ գտնել, որպեսզի կարողանա մինչեւ ամուսնանալը հա տնից դուրս գա, որպեսզի իր կնոջ հետ առանձին ապրեն, այդպես կարող եմ ասել, հարգելիներս։ Ամեն դեպքում ես վերջում ծաղիկներով տեսնում եմ, որ եթե փնտրում եք գումար տնից դուրս գալու, դուք ձեր ի վերջո կգտնեք տարբերակներ, գրքով էլ կարող եմ ասել, բանալիով էլ։ Ի վերջո կգտնեք, մի քիչ բարկանում եք, որտեղ եւի չի ստացվում, բայց կգտնեք ֆինանսներ, ինչպես ապահովեք, հա, եթե տան վարձեր ցես պետք, խոչընդոտը կարող է դա լինել։ Իսկ մյուսներն էլ արդեն ասացի, եթե ամուսնացած են, կինը շատ է ծախսում միգուցե։ Իսկ ինչ եմ տեսնում աշխատանքում տեսնում եմ սրտի տուզ եւ տեսնում եմ տղամարդ։ Տեսնենք ինչ է նշանակում։ Տղամարդը նոր աշխատանք է գտել կամ աշխատանքի վայրում ինչ-որ փոփոխություններ են սպասվում։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի ցելեր, աշխատանքի վայրում բավականին ակտիվ կլինի, կարող եմ ասել։ Չնայած մի քիչ ամպեր են կուտակված, ինչու չեմ կարող ասել, տեսնենք, հերթով գանք։ Ես այստեղ տեսնում եմ տղամարդ սկզբում, հետո տեսնում եմ կին, եւ տեսնում եմ այստեղ միգուցե կին ամուսիններով միասին են աշխատում։ Ինչ որ տարօրինակ եմ տեսնում եք, այստեղ գումար եմ տեսնում եմ շուն միասին երկուսով են աշխատում, միգուցե երկուսով են աշխատում, չեմ կարող ասել։ Կամ պարզապես եթե ամուսիններ չեն, միասին չեն աշխատում, այսինքն աշխատում են, բայց ամուսիններ չեն, պարզապես շատ մտերմիկ, շատ ընկերական հարաբերություններում են, ինչ որ որոշումներ են կայացնում։ Եթե ձեր գործն է միգուցե աշխատանքի վայր չէ, ես տեսնում եմ այստեղ վերադաս, տեսնում եմ ինչ-որ որոշումներ, ժողովներ են անում, որոշումներ են կայացնում, մի քիչ անպամած, ասինքն միգուցե ցելին այնքան էլ դուր չգան այս որոշումները, որովհետև աշխատանքը կարող է մի քիչ ծանրաբեռնել, բայց հարգելիներս, ոչի բացասական չեմ տեսնում ուղղակի փոփոխություն կլինի, ավելի կաշխուժանա, միգուցե աշխատանքը կշատանա, ես դա բացասական ճիշտն ասած չեմ տեսնում։ Ընդհակառակը, շնորհ կարող եմ ասել, որ տեսնում եի, որ իրականում հետո գումարներ կգան։ Ուղղակի հետաքրքիր է կին ու տղամարդը միասին են աշխատում, թե պարզապես լավ ընկերներ են։
այդ մի մաս այդ պահը մի տեսակ չկարողացա լավ։ Գիտեք, չէ, ինչ որոշում էլ որ ունի, նույնիսկ էլ եմ ասում, եթե ինչ որ երկար ժամանակ ձեզ ծանրաբեռնեն աշխատանքով, այսպես երկարատև, ձեզ դա կարող է այնքան դուրս չգալ, բայց իրականում դա հաջող կլինի։ Եվ միգուցե հետագայում առաջխաղացման համար հաջողություն կլինի։ Միգուցե հետո դա ձեզ գումարներ կարող է բերել, առայժմ պարզապես նորությունը կարող է ձեզ մի քիչ ծանրաբեռնում են, եւ դա ձեզ այնքան էլ դուր չի գալիս։ Այս է մի տեսակ ինձ համար տարօրինակ էր, ես չեմ կարողանում հասկանալ սա ինչ էր իրականում նշանակում, այստեղ կին եւ տղամարդ միասին են միգուցե աշխատում կամ միասին միգուցե գործ են անում եւ ինչ որ որոշումներ են կայացնում, որը ծանրաբեռնում է իրենց, բայց հետո կարող է հաջողություն բերել։ Ամեն դեպքում տեսնում եմ այստեղ ֆինանսներ, տեսնում եմ եւ կին եւ տղամարդ, իսկ եթե իրար հետ ոչ մի կապ էլ չունեն, բավականին լավ միջավայրում եք աշխատում, հարգելներս, հարգելի ցելեր։ Շատ հաջող եմ տեսնում ի վերջո, նույնիսկ եթե էլ եմ ասում ծանրաբեռնում են ձեզ, ի վերջո ամեն ինչ կլինի շատ հաջող։ Իսկ ֆինանսները տեսնում եմ կանգնած են, այ միգուցե սա այդ ծախսերն էին։ Հիշում եք զույգերի համար ասում էի տղամարդը նեղում էր, որտեղ բավականին ծախսերը շատացել են, միգուցե կինը շատ է ծախսում, չեմ կարող ասել ավելորդ ծախսեր է անում, պարզապես շատ է ծախսում եւ նպատակ ունեին տանը ինչ որ տան հետ կապված։ Ես տեսնում եմ, որ այո, ծախսեր կան, ֆինանսները կանգնած են։ Գիտեք, ես տեսնում եմ, էլի եմ տեսնում, այս կարտը ես շատ դուրս եկավ այսօր ձեզ համար հարգելի ցելեր։ Ես տեսնում եմ, այո, տեսնում եք, այստեղ նավակը կանգնել է, չի շարժվում, ծախսերը ինչ որ շատ են, ամպեր են կուտակված, տեսնում եմ ճանապարհը փակվել է, այսինքն տան հետ կապված ինչ նպատակ ունեի կամ ընդհանրապես, եթե զույգերին չէր վերաբերում, ում էլ որ վերաբերում է հարգելի ցելեր, ֆինանսները կանգնած են կամ ծախսերն են շատացել, ինչ որ նպատակ ունեիք, աշտարակը քանդվում է, չեք կարողանում նպատակին հասնել։ Միգուցե ճանապարհ ունեիք, չեք կարողանում գնալ, որովհետև ֆինանսները չեն բավարարում։ Եթե տան հետ կապված ինչ որ գործ կար, չեք կարողանում անել, որովհետև ծախսերն են շատ։ Ես տեսնում եմ ի վերջո կգտնվի ինչ-որ մեկը, որը կարող է ձեզ խորհուրդ տալ, ինչ որ աջակցել ինչ որ ձևով, ինչ որ մեկի հետ հանդիպում եք, զրուցում եք եւ միգուցե կարողանաք ձեր հարցերը լուծել։ Ես չեմ կարող ասել դուք ֆինանսներ կգտնեք, միգուցե կարողանաք ծախսերը պակասեցնել, ձեր կնոջ հետ զրուցեք, բացատրվեք, բայց ես տեսնում եմ իրականում, որ կարող եք ձեր հարցերը լուծել ֆինանսական, բայց ել եմ ասում, չեմ տեսնում ֆինանսներ գալիս են, այլ տեսնում միգուցե ծախսերն եք կարողանում կրճատել։ Այս էլ ձեզ հարգելի ցելեր, իրականում տեսնում եմ գեղեցիկ շաբաթ, տեսնում եք, չնայած այսպես խոչընդոտ էր, մանր-մունր ֆինանսական խոչընդոտ էր երևի թե, բայց իրականում տեսնում եմ սիրտ ձեզ համար, խորհուրդ բոլորին, ավելի սիրով եղեք, ավելի ներողամիտ եղեք, եթե շատ է ծախսել, եթե ինչ-որ մեկի հետ թեթևակի լեզվակռիվ եք ունեցել, այ ուշադրության կենտրոնում կլինեք, ձեզ սիրված կզգաք միգուցե, բայց դուք էլ պետք է ուշադրություն ցույց տաք, հարգելի ցելեր, դուք էլ կարող եք մարդկանց կոմպլիմենտներ անել, ավելի տրամադրված կլինեն ցելերը միգուցե նաև երիտասարդները սիրային հարցերով, սիրված կլինեն, սիրված կզգան, ուշադրության կենտրոնում կլինեն, շատ գեղեցիկ կարտ եմ տեսնում, աստված տա ձեր տրամադրությունը այսպեսին է լինի, հարգելի ցելեր, բայց ինչ որ գեղեցիկ բան կլինի, իսկ հիշում եք, միայնակների համար էի ասում էի արև դուրս եկավ երկու տուզ եւ մատանին, այ երիտասարդներ, միգուցե դուրս գաք ժամադրության, սիրտներ ձեզ վերջում նվեր։ Միայնակների համար ըստ էության շատ հաջող կարող է լինել հաջորդ շաբաթ հարգելի ցելեր։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում երկօրյակներին հաջորդ շաբաթ, օգոստոսի 23-ից 29։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար անձնական հարցեր, զույգերի համար աշխատանք եւ ֆինանսներ։ Եվս մեկ կարտ, որպես խորհուրդ բոլոր երկօրյակներին։ Միայնակ եք, զույգ եք, տարիքով եք, երիտասարդ եք, նշանակություն չունի։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ բանալի, իրականում բանալի շատ դրական կարտ է հարգելներս, ձեզ կթվա, ձեր տրամադրությունը կլինի այդպիսին, որ չկա հարց, որ չկարողանաք լուծել։ Իսկ մյուս կողմից ինչ որ հարց եթե կար, ձեզ անհանգստացնում էր, դա կարող է լինել անձնական հարցերի վերաբերյալ, կարող է լինել սիրային հարցերի, կարող է լինել ֆինանսների, աշխատանքի, ինչի հետ էլ ուզում եք կապված լինել, դուք ինքներդ կիմանաք, դուք կգտնեք հարցի լուծում, այսինքն գտնեք բանալին ինչպես կարող եք այդ հարցը լուծել։ Եվ մի տեսակ թեթևացած կզգաք ձեզ, որ ինչ որ հարցի լուծում վերջապես կարողացաք գտնել։
Միայնակների համար տեսնում եմ խաչ։ Սա շատ ճակատագրական պահ է, կարծես ձեր կյանքում դուք այնպիսի մի սա ճանապարհի կարգն էլ կարող է լինել, այսինքն այնպիսի մի պահի եք եկել հասել, մի տեղ եք հասել, որ շատ ճակատագրական անցում է լինելու։ Սա կարող է նշանակել, եթե դուք ինչ-որ մեկից ուզում եք հեռանալ կամ հեռացել եք, երևի թե վերադարձ չի լինի։ Ես որտեղ նայում այստեղ միայնակների համար, որ դուք արդեն զույգ չեք, եթե հեռացել եք ինչ-որ մեկից, վերջնական որոշում, նույնիսկ եթե չեք էլ կարծում վերջնական որոշում եք կայացնել, ես խաչով կարող եմ ասել, որ վերջացած է, եթե որոշել եք հեռացել եք, երևի թե հետադարձի ճանապարհ չլինի։ Բայց մյուս կողմից կարող է պարզապես ճակատագրով ինչ-որ մեկը գալ ձեր կյանք։ Ես տեսնում եմ, որ ինչ-որ մեկը գալիս է ձեր կյանք, հարգելի երկորյակներ, միայնակներ, երիտասարդ եմ տեսնում եւ սիրտ։ Ես տեսնում եմ այստեղ ընտանիքում, գիտեք, ձեր ընտանիքում կա ինչ-որ մեկը, մի կին կա, որից կարող եք լուր լսել։ Միգուցե վաղուց այդ կնոջից լուր չէիք լսել, ով կարող է լինել այդ կինը, ձեր ինչ-որ բարեկամ, ազգականուհի, կարող է ընկերուհի լինել, մեկը, որից վաղուց կապ չուներ, երևի թե վաղուց չէիք շփվել իրար հետ, բայց երևի թե ընտանիքի անդամ կլինի, ավելի շուտ ես ծառ եմ տեսնում եւ ոչ թե ընկերուհի, այլ ազգականուհի ինչ-որ տարիքով էլ միգուցե ձեզնից կին լինի, միգուցե ինքը ինչ-որ խոսք բացի երիտասարդի մասին, կա այսպիսի երիտասարդ եւ առաջարկի ձեզ ծանոթանալ, գիտեք, ես խաչով կարող եմ ասել, որ շատ բավականին ճակատագրական ասում էի, պահ է ձեզ համար։ Ես խորհուրդ կտամ գնա, կարտերով կարող եմ ասել։ Խորհուրդ կտամ անպայման փորձեք հանդիպել երիտասարդի հետ, որտեղ կարող է շատ ճակատագրական հանդիպում լինել ձեզ համար։ Ես տեսնում եմ իրականում սիրտ, շատ էլ դրական երիտասարդ եմ տեսնում, կարող է ինչ-որ բան փոխվել։ Ամեն դեպքում ես տեսնում եմ, որ ձեր կյանք կարող է ինչ-որ մեկը գալ։ Ես կարող եմ ասել այստեղ եւ աղջիկների եւ տղաների համար, որտեղ միգուցե տղաներին են առաջարկում աղջիկ է գալիս ձեր կյանք։ Ամեն դեպքում ես տեսնում եմ սիրտ։ Հարգելիներս, ինչ որ ճակատագրական ծանոթություն ինչ-որ մեկի միջոցով կարող է հաջորդ շաբաթ լինել։ Իսկ զույգերի համար տեսնում եմ շատ են շփվում, շատ են խոսում, միգուցե ինչ-որ հարցեր են քննարկում, միգուցե բանալին վերաբերում է զույգերին, ինչ-որ հարցի լուծում են փորձում գտնել միասին։ Ես չգիտեմ ինչ եք ուզում լուծել, ինչ եք ուզում անել հարգելի զույգեր, ամուսնացած, չամուսնացած, ես շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, շատ։ Ես չեմ ուզենա մանրանալ, ինչ կարող է այստեղ լինել, ինչ էլ ուզում է լինել։ Ես այստեղ տեսնում եմ շատ եք զրուցում, կամ միգուցե ձեզ լուր է գալիս, լուր են հայտնում, երեխա եմ տեսնում եմ այստեղ արև եւ տեսնում եմ գիրք։ Եթե երեխայի սպասում եք լուրի, միգուցե լուր եք սպասում, ինչ որ մեկը, ես չգիտեմ, դուք եք հղի, թե ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկն է հղի, երեխա եմ տեսնում, որովհետև եւ շատ լուր է, ուրախ լուր է, սա շատ ուրախ լուր է, գալիս է ուրախանում եք, ես չգիտեմ, շատ գեղեցիկ է, եթե ձեզ պարզապես լուրը գալիս է, ես էլ եմ ասում, կարող է դուք պարզեք ձեզ համար, որ դուք եք եղել, դուք բոլորին հայտնեք, զանգեք, հայտնեք, որ դուք եք շփվողը, զանգում եք բոլորին տեղակ եք պահում, որ դուք հղիացել եք վերջապես, եթե այդ տարիքում եք։ Մյուս կողմից կարող եմ ասել, երեխաների հետ կապված ինչ-որ մի լավ լուր կա, ես չգիտեմ, ինստիտուտ են ընդունվել, դասի են գնում, կրթություն եմ տեսնում, գիրք եմ տեսնում, միգուցե Հայաստանից դուրս կամ երկրից դուրս, որ երկրում էլ որ ապրում եք, երեխան ինչ-որ կրթության հետ կապված լուր եք ստանում, շատ լավ լուր եմ տեսնում ամեն դեպքում, հարգելիներս, լավ լուրը լսում եք, հետո ավելի շատ ինֆորմացիա եք ստանում, ավելի շատ բաներ եք պարզում, բայց ինչքան պարզում եք, այնքան ուրախանում եք, շատ դրական եմ տեսնում, ինչ եք զրուցում, ում հետ ինչ եք անում, զույգերը ամուսնացած են, թե ամուսնացած չեն, նշանակություն չունի ճիշտն ասած, ինչ որ լուր, ինչ որ հետաքրքիր մի նորություն կլինի, ինչ որ մի նոր բան կիմանաք, շատ կուրախանաք։ Աշխատանքում տեսնում եմ կորստի կարտը։ Միգուցե որոշ ցլեր երկորյակներ վերջերս աշխատանք են կորցրել, միգուցե ուզում են դուրս գալ աշխատանքից, սա կարող է լինել կորցրել եք, կարող է դուք ինքներդ եք ինչ-որ բան հեռացնում ձեր կյանքից, միգուցե չեք ուզում այս աշխատանքը, ձեր սրտով չէ։ Ճիշտն ասած հոյակապ կարտեր եմ տեսնում, հարգելի երկորյակներ, ես կարող եմ ասել հակառակը, միգուցե ձեզ պարզապես նոր աշխատանք են առաջարկում,
Ես տեսնում եմ, որ դուք եք որոշել երևի հեռանաք աշխատանք։ Տեսեք, ովքեր աշխատանք չունեին, աշխատանք են վերջերս կորցրել եւ անգործ էին, ձեզ շատ հետաքրքիր առաջարկություն կանեն եւ ընդ որում տեսնում բոլորը կերպարներ եք տեսնում։ Այսինքն տարբեր մարդկանցից միգուցե ինչ որ մի նոր առաջարկություն կարող է լինել աշխատանքի առաջարկություն, կարող է լինել գործարքի առաջարկություն, ընդ որում կարող է լինել առաջարկություն երկրից դուրս գալու, ինչ որ դրսում աշխատելու, ամեն դեպքում շատ հաջող եմ տեսնում, շատ հաջող կապեր եմ տեսնում, բայց փոփոխություն աշխատանքում։ Եթե դուք նոր աշխատանք չէիք փնտրում, այլ պարզապես որոշել եք դուրս գալ, որովհետև շատ ավելի նոր հետաքրքիր առաջարկություն եք ստացել, հնարավոր է, ել եմ ասում, կամ նոր աշխատանքի եք անցնում, շատ էլ ձեր սրտով է, եւ սիրտ եմ տեսնում, եւ սրտի տուզ։ Եվ տեսնում եմ արագիլի փոփոխությունը, նորությունը երեխա։ Հոյակապ կատեր եմ տեսնում հարգելի երկորյակներ։ Ուզում եք փոխել աշխատանքը, փոխեք, նոր առաջարկություն են արել, ընդունեք։ Ուզում եք հեռանալ աշխատանքից, որտեղ նոր աշխատանք եք փնտրում, հեռացեք, որտեղ ձեզ ավելի հետաքրքիր առաջարկություն է սպասում։ Իսկ ֆինանսներում տեսնում եմ աստղեր, տեսնում եմ ճանապարհը բաց է։ Այ բանալիով էլ, եթե դուք ինչ-որ տարբերակներ եք փնտրում հարց լուծելու, եթե դա կապված է ֆինանսների հետ, ես տեսնում եմ, որ ճանապարհը բաց է, աստղերը ցանկություններն են։ Ես տեսնում եմ, որ բավականին հաջող շաբաթ է ֆինանսական ձեր նպատակներին հասնելու համար։ Ես տեսնում եմ այստեղ աշխուժություն շատ, գիտեք, ինձ թվում է ձեր ոչ թե գումարները պակաս են եղել, ես այստեղ տեսնում եմ ծախսեր ավելի շուտ։ Չեմ կարող ասել, ինչ որ ձեր երազանքների, ցանկությունների համար, որտեղ այստեղ տեսնում եմ աստղեր, կարող է դուք ինչ որ ճանապարհ, միգուցե ուզում եք ճամփորդության գնալ, այստեղ էլ եմ տեսնում եք եւ տեսնում եմ այստեղ տրանսպորտի կարտը, ձիավորը, տեսնում եմ նավակը, այստեղ մի քանի կարտ եմ տեսնում, կարող է պարզապես ճամփորդության եք ուզում գնալ եւ դա բավականին ծախս է նստելու ձեզ վրա։ Ես տեսնում եմ, որ ճանապարհը բաց է, ոչ միայն կկարողանաք ճանապարհը գնալ, այլև ես տեսնում եմ, որ բավականին ձեզ գումարներ ձեռք կբերեք, այսինքն ինչ էլ ուզում է լինի, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, սրանք ժամանակավոր ծախսեր են, կանեք, շատ մեծ հաճույք կստանաք, կվերջանա, բայց դուք ֆինանսական խնդիրներ ես տեսնում եմ, որ չունեք, իրականում ամեն ինչ նորմալ է։ Եթե ճամփորդելու հետ չէր կապված, պարզապես դրացուցիչ վերջերս ծախսեր էին առաջացել, ինչ որ չգիտեմ, ընտանեկան, ինչ որ դուր է գալիս, միգուցե ինչ որ մեկին ֆինանսական օգնություն է պետք, միգուցե ձեզնից է օգնություն պետք, կամ միգուցե լուրը գալիս է դուք եք ֆինանսական խնդիրներ ունեք, ինչ որ մեկից օգնություն եք ուզել, ես տեսնում եմ, որ իրականում ֆինանսներ կգան, մարդուց լուրը կգա եւ ֆինանսներն էլ գալիս են։ Ես իրականում ֆինանսներ եմ տեսնում։ Եթե ծախսում եք լավ բանի համար եք ծախսում, իսկ եթե փնտրում եք ֆինանսներ, հարգելիներս կգտնեք։ Ցանոթ տրամադրություն տեսնում խաչ։ Որոշ երկորյակների համար կարող եմ ասել շատ այսպես բարդ ճակատագրական մի պահի եք հասել կյանքում, որտեղ ինչ որ մի լուրջ որոշում պետք է կայացնեք։ Ես այստեղ էլ բանալիով ինչ որ հարցի լուծում։ Բավականին զգուշ եղեք, երկար մտածեք, եթե կա այդպիսի վիճակ որոշ երկորյակների համար ճակատագրական որոշում կարող է լինել ամուսնանալ մարդու հետ, որին շատ չեք ճանաչում։ Որտեղ եթե ճանաչում եք լավ մարդու հետ երկար ժամանակ շփվել եք, զգացմունքներ ունեք, դա արդեն հասկանալի է, զգացմունքներ ունեք եւ գիտեք մարդուն, ուզում եք իր հետ կյանքը կապել։ Իսկ եթե շատ չեք ճանաչում, պարզապես նոր ծանոթացել եք, ամուսնության առաջարկություն անում, դա շատ բարդ որոշում է։ Կայացնում եք ոչ միայն որոշումը ձեր, այլև ապագա երեխաների կյանքի որոշում եք կայացնում, միգուցե զգուշ լինեք, որտեղ շատ ճակատագրական կարող է լինել եւ չկարողանաք հետ դարձ չի լինելու, այսպես ասեմ, կարող է շատ բարդ լինել։ Զգուշ եղեք որոշում կայացնելուց, ես չեմ ասում մի ամուսնացեք շատ, եթե չեք ճանաչում, դա նկատի ունեմ, մի քիչ ավելի զգուշ եղեք։ Եթե ուզում եք ամուսնալուծվել, ինչ որ խնդիր ունեք զույգի հետ, էլի շատ զգուշ եղեք, շատ երկար մտածեք, եթե շատ լուրջ պատճառ չէ, դրա համար ընտանիք հատկապես չքանդեք, որտեղ հետդարձի ճանապարհ կարող է չլինել։ Ես տարբեր եւ բարդ օրինակներ եմ բերում, չեմ ասում հենց այդպես լինելու է հարգելներս, որպեսզի հասկանաք բավականին բարդ իրավիճակ է, բավականին հարց է, ճակատագրական հարց պետք է լուծեք կամ որոշում կայացնեք, որից վերադարձ չի լինելու։ Դա պետք է շատ երկար մտածել։ Օրինակ, եթե գումար է եկել ձեր ձեռք, ես չգիտեմ, միանգամից բավականին խոշոր գումար է եւ նպատակ ունեիք, փոխանակ այդ նպատակին հասնեք, դուք իրականում գումարը վերցնեք, տղամարդը վերցնում է, գնում է կազինո, մտածում եք, եթե կարողանամ այս գումարը կրկնապատկել, այդ դա կարող է շատ ճակատագրական որոշում լինել, դուք ձեր գումարը կարող եք կորցնել։ Հասկանում եք, ես նման բարդ իրավիճակի մասին եմ խոսում։ Ամեն դեպքում հաջորդ շաբաթ մի քիչ զգուշ եղեք բարդ որոշումներ կայացնելուց, հարգելի երկորյակներ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում խեցգետիներին հաջորդ շաբաթ, օգոստոսի 23-ից 29։
Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար անձնական հարաբերություններ, զույգերի համար 2 կարտ դուրս եկավ, աշխատանք եւ ֆինանսներ։ Այժմ տեսնենք եւս մեկ կարտ որպես խորհուրդ բոլոր խեցգետինների համար, անկախ տարիքից, ամուսնացած կարգավիճակից։ Ընդհանուր տրամադրությունը տեսնում եմ գիրք, հարգելի խեցգետիններ, ինչ որ բան կպարզվի ձեզ համար, ինչ որ լուր կլսեք, ինչ որ բան կիմանաք, կարող է պարզապես, չգիտեմ, ինտերնետում այսպես անցնում եք, վիդեոներ եք նայում, ինչ որ լուրեր եք լսում, հանկարծ ինչ որ մի բան եք պարզում ձեզ համար, որ շատ կարևոր է, ինչ որ կարևոր լուր, կարևոր նշանակություն կունենա։ Կարող եք ձեր ծանոթների, միգուցե ձեր մասին, չգիտեմ, ինչի մասին, կարող է որոշ մարդկանց համար արդեն դասերն են սկսում տարբեր երկրներում, ուղղակի աղջիկը մյուս շաբաթ արդեն սկսում է իր մյուս ուսումնական տարին, այսինքն գիրք եմ տեսնում, կարող է ինֆորմացիա լինել, կարող է ինչ-որ ձեզ համար բան պարզեք, լուր, կարող է ինչ-որ գաղտնիքներ բացվեն, խոսակցություններ կարող են լինել ինչ-որ մեկի մասին ձեր ականջին հասնել։ Ամեն դեպքում ես դրական եմ տեսնում, բավականին դրական կարտ է, ոչինչ բացասական բան չեմ տեսնում։ Մյուս կողմից սա կարող է լինել միգուցե որոշ մարդիկ տարբերակներ գտնեն, ինչպես գումարներ ավելացնեն իրենց գումարները, այսինքն ինչ-որ նոր աղբյուր, ինչպես կարող են գումարներ աշխատել։ Միայնակների համար տեսնում եմ արջ եւ տեսնում եմ խաչի 10-ը։ Ես կարող եմ ասել, որ խեցգետինները միայնակներ, եթե կան վերջերս շատ ինչ որ տանը նստած, մի տեսակ մի քիչ տխուր են, ծուլացել են, անձնական կյանքով շատ չեն զբաղվում, միգուցե անձնական կյանքը պարզապես չի շարժվում տեղից, իսկ մյուս կողմից կարող է պատճառը լինել ոչ միայն ձեր ծուլությունը, այլև պարզապես կարող է լինել աշխատանքը, դուք շատ զբաղված եք աշխատանքով եւ ժամանակ չունեք, ժամանակ չեք տրամադրում ձեր անձնականին։ Սա կարող է վերաբերել եւ կանանց եւ տղամարդկանց։ Դե ծուլանալը բացասական մի ընդունեք, հարգելիներս, այսինքն մարդը փորձում է ինչ որ չի ստացվում ոչինչ, դադարում է փորձել ինչ որ մի ժամանակ ոչինչ էլ չի անում, հատկապես եթե աշխատանքում էլ կարիերայում էլ մարդը միջին տարիքում է եւ զբաղված է, դրա մասին է խոսքը։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, 3 տուզ եմ տեսնում, հարգելիներս, միայնակների համար, 3 տուզ, տեսնում եք, խառի տուզն եմ տեսնում, խաչ, ապա տեսնում եմ սրտի տուզ, հարգելի միայնակներ, դուք ձեզ նվիրել եք աշխատանքին, էլի եմ ասում, որովհետև չի ստացվում ձեր անձնական կյանքը, մի տեսակ ամպեր եմ տեսնում կուտակված, եւ տեսնում եմ աղջիկը մնացել է մենակ, նայում եմ մենակ, բայց ինչ որ եղել է, չգիտեմ, աշխատանք ամեն ինչը դա երկրորդական է, ինքը ամեն դեպքում ուզում է հարաբերություններ, ես տեսնում եմ մատանի, ես տեսնում եմ, որ ժամանակ առ ժամանակ շփվում է երևի ինչ-որ մարդկանց հետ, բայց իրականում ոչինչ էլ չի ստացվում, այսինքն մարդիկ կան, որ պարզապես խոսում են, բայց ոչինչ էլ չեն անում, դրա համար միգուցե աղջիկը դադարել է արդեն փնտրելուց, շատ շփվելուց, որտեղ խոսում են, բայց ոչինչ չեն անում, իսկ ինքը կոնկրետ ուզում է ամուսնանալ։ Ես տեսնում եմ այստեղ աղջիկ, որև ինչ որ լուրջ տարիքում է, դե լուրջ տարիքը կարող է 25-27 տարեկան լինի, շատ մեծ նկատի չունեմ, բայց իրականում ում հետ որ շփվում է, ոչ մեկի հետ էլ չի ստացվում, այսինքն ինքը ուզում է լուրջ հարաբերություններ, ամուսնության նպատակով, ես տեսնում եմ, որ չի ստացվում։ Բայց հարգելիներս, կարող եմ ասել, այս նոր տղամարդ եմ տեսնում, այսինքն ինչ որ մեկը կարող է ձեր կյանք գալ, կարող է ինչ որ մեկից լուր լսեք եւ պարզվի, որ ինչ որ մեկը ձեզ հավանում է, իսկ դուք չգիտեիք։ Իսկ տեսնում եք, ես այստեղ գրքով էլ կարող եմ ասում եմ, չէ, ինչ որ լուր եք լսում, ինչ որ բան է պարզվում ձեզ համար, այ կարող է։ Աստվածը այդպես է լինի, կարող է հանկարծ հայտնվել ինչ որ մեկը, պարզվում է ձեր նկատմամբ անտարբեր չէ։ Եվ այս դեպքում դուք ոչինչ չեք էլ անում։ Պարզապես ինստինկտյան մարդը հանկարծ կարող է հայտնվել։ Ինչ եմ տեսնում զույգերի համար տեսնում եմ օձ եւ տեսնում եմ պուրակ, այսինքն մի տեսակ տեսնում եմ կապը կտրվել է։ Իրենց միջև ինչ որ երկար ժամանակ շփում չկա եւ ֆիզիկապես չեն շփվում եւ լուր էլ կարծես չկա։ Տեսնենք, ինչ է պատահել։ Ամեն դեպքում մարդիկ դեռ զույգ են իրենց համարում։
Ես այստեղ օծս եմ տեսնում, օծը կարող եմ ասել ով կարող է լինել այստեղ օծը։ Միգուցե կա ինչ-որ մի կին, որը հենց խորհուրդ է տալիս, միգուցե խանգարում է ինչ-որ մեկը, գիտեք, կարող է ինչ-որ կին կա, որ խանգարում է մի տեսակ զույգերին, չի ուզում, այս կինը մի տեսակ չի ուզում, որ իրենք հանդիպեն, շփվեն, շարունակեն իրենց հարաբերությունները։ Եվ այս միգուցե մայրն է, միգուցե չգիտեմ, քույր է։ Ես տեսնում եմ այստեղ տղամարդը, որը բարդ ճակատագրական որոշման առաջ է կանգնած։ Ինչ որ հարց պետք է լուծի, ինչ որ որոշում պետք է կայացնի։ Ես տեսնում եմ այստեղ, որ իրականում էլ եմ ասում, հիշում եք, կինը ինչ որ կին կար ամեն դեպքում խանգարում է։ Միգուցե այդ երիտասարդի մայրն է։ Հարգելիներս, ես դրանից հետո ճիշտ ասած բավականին դրական կարտեր եմ տեսնում։ Եթե կա այդպիսի տարբերակ, միգուցե մայրն է դեմ, ես տեսնում եմ, որ եթե դեռ ամուսնացած չեն եւ ճակատագրական որոշում է որդին ինչ որ մտածել, ինչ որ պետք է մտածի, չգիտեմ, ես իրականում տեսնում եմ ի վերջո ամուսնություն լինելու է։ Այսինքն մայրը համաձայն չէ, քույրը համաձայն չէ, կարող աղջկա մայրը համաձայն չէ, նշանակություն չունի, ինչ որ մեկը եթե նույնիսկ դեմ է, իրականում ամուսնությունը տեղի ունենալու է եւ ոչինչ չէ կարող անել։ Ես տեսնում եմ խոսակցությունները շարունակվելու են, փորձելու են, միգուցե կանայք փորձելու են ինչ-որ զրուցել, մեկի մայրը համաձայն չէ, մյուս մայրերը փորձում են զրուցել, ավելի կանայք են խառնվում զրույցին, դրսից, հեռվից, բարեկամները, չգիտեմ, տուն են գալիս, զրուցում են։ Ես տեսնում եմ իրականում հարգելիներս, ով ինչ խոչընդոտել որ լինի, ինչու չեք շփվում, ինչն է խնդիրը, իրականում ես տեսնում եմ, որ ամուսնություն լինելու է։ Իսկ եթե դուք արդեն ամուսնացած զույգ եք եւ ինչ որ մի խառնակիչ կա, ինչ որ մեկը ձեր մեջ ինչ որ, չգիտեմ, ջուր է պղտորում, ոչինչ էլ չի ստացվելու։ Բացարձակ ոչինչ չի ստացվելու։ Տղամարդը կկարողանա շատ ճիշտ որոշում կայացնել, որտեղ տղամարդուց է կախված որոշում, այդպես կարող եմ ասել։ Եվ բոլոր հարցերը կլուծվեն։ Ամուսնությունը մնում է ամուսնություն, մարդիկ մի տան մեջ միասին ապրում են։ Ես ճիշտ ասած խնդիրներ չեմ տեսնում։ Ինչ որ օծություն էր անում, ոչինչ բան չի կարողանա հասնել, ամեն ինչ կնի շատ նորմալ։ Զույգերի համար ամեն դեպքում ամեն ինչ կնի շատ նորմալ։ Ինչ եմ տեսնում աշխատանքում, տեսնում եմ ժամադրության կարտը, այսինքն ինչ որ հանդիպումներ եք ունենում, զրուցում եք, պրոֆեսիոնալ, գեղեցիկ հագնված եք։ Միգուցե գնում եք հարցազրույցերի էլ եմ ասում, միգուցե պարզապես շատ եք շփվում ձեր աշխատանքի բերումով, դուք ֆիզիկապես, հա, մարդիկան on-line են աշխատում, իսկ այստեղ ես տեսնում եմ մարդը ֆիզիկապես շատ հանդիպումների է գնում, չգիտեմ, միգուցե գործակալ եք, միգուցե բանկի աշխատող եք։ Ամեն դեպքում տեսնում եմ շատ եք մարդկանց հետ ֆիզիկապես շատ եք շփվում, հանդիպում։ Ինչեր եմ տեսնում այստեղ, գիտեք, ես կարող եմ ասել կլինեն որոշ խեցգետիններ, որոնք հանդիպում են, հարցազրույցերի են գնում, որտեղ երևի իրենց աշխատանքից դժգոհ են։ Ես այստեղ տեսնում եմ ծառ առաջխաղացում պետք է լիներ, բայց տեսնում եմ կոնֆլիկտային կարտ եւ չի լինում։ Աշխատանքի վայրում կա ինչ-որ մեկը, որ թույլ չի տալիս, որ դուք առաջխաղացում ունենաք։ Կարող եմ ասել ճանապարհը փակում է երևի թե։ Դրա համար էլ տեսնում եմ, որ չնայած միջավայրը լավն է, մյուս աշխատողները կարծես լավն են, գումարը լավ վաստակում է, այստեղ կին եմ տեսնում, նա մարդը կարող է լինել խեցգետինը, կին տղամարդ նշանակություն չունի։ Ես տեսնում եմ, որ ուզում եք հեռանալ, հարգելի խեցգետինը։ Եթե միջավայրը շատ լավն է, բայց ինչ-որ մեկը ձեր առաջխաղացմանը խանգարում է, իսկ դուք ուզում եք առաջխաղացում, ես տեսնում եմ, որ մի քիչ տխուր եք, երևի մարդկանց պատճառով, որտեղ մարդկանց չեք ուզենա լքել, բայց իրականում պետք է որոշում կայացնեք, հասկանաք ինչ եք անում։ Իսկ իստում է դուք արդեն հանդիպում եք որոշ մարդկանց հետ, փորձում եք աշխատանք գտնել մինչև հեռանալը, ես շատ հաջող եմ տեսնում հաջորդ կարտերը։ Տեսնում եմ որոշում պետք է կայացնեք, ի վերջո կկայացնեք, կարող է նույնիսկ աշխատանքը տնից մի քիչ հեռու լինել, կարող է նաև լինել, չգիտեմ, արտերկրում, օտար երկրում աշխատանք գտնեք եւ տեսնում եմ արև հարգելիներս, տեղափոխություն ամեն դեպքում կարող է լինել, աշխատանքից եթե դուրս եք գալիս, հանդիպումներն էլ շատ դրական եմ տեսնում, աշխատանքի հետ կապված ինչ հարց ունեիք լուծելու, ինչ որոշումներ ունեիք կայացնելու, շատ դրական եմ տեսնում հարգելիներս։ Ֆինանսներում տեսնում եմ աշխուժություն։ Ինչ որ մեկից լուր է գալիս, միգուցե շատ լավ լուր, դրական լուր է գալիս, ես չգիտեմ ինչի հետ է կապված ֆինանսների, ինչ որ որոշում պետք է կայացնեք, ինչ որ գործարքներ եք կնքում, կամ եթե հիշում եք, սկզբում ասում եք գրքով կարող է հանկարծ բարձեք ձեզ համար եւս մի տարբերակ, ինչպես կարող եք ավելացնել ձեր ֆինանսները, այ աշխուժություն եմ տեսնում։ Դուք շատ էլ այսպես արագ
եթե գտնեք տարբերակը ինչպես կարող եք ավելացնել, շատ էլ աշխուժ եք, շատ էլ այսպես արագ կփորձեք մտնել այդ գործի մեջ։ Կարող եմ ասել, գիտեք, հարգելիներս, կարող եմ ասել, երևի թե ձեզ համար այս գրքով հենց առաջինը պետք էր ֆինանսների մասին էր հենց։ Դուք ուզում եք ձեր ֆինանսները ավելացնել, որտեղ ես մի քիչ բարդ կարտեր եմ տեսնում այստեղ, գիտեք։ Ես էլի տարիքով մարդ եմ տեսնում, ես տեսնում եմ, որ ինչ որ մեկի առողջական խնդիրների պատճառով բավականին ծախսեր եմ տեսնում, բավականին երկար ժամանակ միգուցե մարդը բուժվել է, բավականին ծախսեր եմ տեսնում, ես չգիտեմ, փոփոխություն եք սպասում, մի տեսակ փոփոխություն երկար ժամանակ չէր լինում, ես չեմ ուզում ավելի բարդ բաներ ասել, բայց ամեն դեպքում տեսնում եմ տարիքով մեծ տղամարդ, որի հետ կապված երևի թե խնդիրներ են եղել, դա լրացուցիչ բավականին ծախսեր է առաջացել, դրա համար դուք տարբերակներ եք գտնում, ինչպես կարող եք այդ բոլոր ծախսերը հոգալ։ Ինչ որ մեկը ձեզ ինչ որ բան կառաջարկի, այս գրքով էլ ինչ որ մեկը կառաջարկի, կհասկանաք ինչպես կարող եք ավելացնել ձեր գումարները, ես տեսնում եմ գումարներ եւ տեսնում եմ առաջ խաղացում հարգելիներս, կկարողանաք, եթե կա այդպիսի խնդիր, կկարողանաք հաջորդ շաբաթ, եթե գումարները չգան, չնայած ես գումարի կարտը տեսնում եմ, հնարավոր է, եթե ձեզ օգնություն է պետք, կոնկրետ ինչ որ մեկը պետք է օգնություն տա, ֆինանսական օգնություն կտա, իսկ եթե պետք է դուք վաստակեիք, հաջորդ շաբաթ կգտնեք տարբերակը ինչ որ մեկի օգնությամբ, իսկ դրանից հետո արդեն կգան ֆինանսներ։ Նույն բանը տեսա նաև երկորակների համար։ Խաչ եմ տեսնում խորհուրդը բոլոր խեցգետիններին։ Հարգելիներս, խաչը նշանակում է, որ դուք կյանքում եկել եք, հասել եք այնպիսի մի պահի, այնպիսի մի դժվար պահ է ձեր կյանքում, որ դուք շատ ճակատագրական որոշում պետք է կայացնեք եւ դրանից ձեր կյանքը կարող է գնալ կամ այս կողմ կամ այն կողմ։ Դա կարող է լինել, ես չգիտեմ, ամուսնությունը կարող է լինել ճակատագրական որոշում։ Ես միջև էլ ասեցի նաեւ հաջորդ առաջվա նշաններին երկորակին, որ եթե չեք ճանաչում մարդուն, պարզապես ամուսնության առաջարկություն եք ստացել ինչ-որ մեկի միջոցով, դա կարող է շատ բարդ որոշում լինել, աշխատեք մարդուն փորձեք ճանաչել, մի տեսակ դες մի քիչ ժամանակ տվեք, աղջիկ եք տղա նշանակություն չունի, որտեղ այսպիսի որոշումից հետո խաչով կարող եմ ասել, սա վերջնական որոշում է, հետդարձի ճանապարհ չի լինելու։ Իսկ եթե խնդիրներ ունեն զույգեր, ամուսնացած, չամուսնացած նշանակություն չունի, որոշել եք հեռանալ, որոշել եք բաժանվել, շատ երկար մտածեք, որտեղ դրանից հետո հարցը լուծել չի լինի։ Միգուցե այդքան բարդ վիճակ չէ, միգուցե կարող է ինչ-որ բան դեռ շտկվել, որտեղ եթե որոշեցիք հեռանալ, ապա դա կլինի վերջնական։ Ամեն դեպքում շատ զգույշ եղեք ճակատագրական որոշումներ կայացնելիս, ռիսկեր դիմելուց հաջորդ շաբաթ մի փոքր զգույշ եղեք։ Այդ կարող եմ ասել։ Իրականում խաչը շատ վատ բաներ չի նշանակում, պարզապես նշանակում ինչ-որ ճակատագրական որոշում ունեք կայացնելու։ Լավ մտածեք, երկար մտածեք, հարգելիներս, եթե ինչպիսի բարդ խնդիր ունեք։ Իսկ եթե չունեք, դե շատ ավելի լավ։ Ձեզ լավ շաբաթ եմ ցանկանում, հարգելի խեցգետիններ։